103 տարեկան Լուսիկ Անդրեասյանը ծնվել է Կարսում։ Այն ժամանակ մոտ 3 տարեկան էր, երբ ծնողները թողեցին իրենց տունը, ողջ ունեցվածքը եւ Արևմտյան Հայաստանից գաղթեցին դեպի Արևելյան Հայաստան։ Ապրուստ ենք թողել, եղենք թողել, կով ենք թողել, ողջար ենք թողել, կովեր ենք թողել, լավ տներ ենք թողել, լավ հողջուր ենք թողել, լավ ապրուստ ենք թողել, էլ ինչ թողակ։ Դրան էլ լավ բան, էլ ինչ անի։ Կինը թեև մանրամասն չի հիշում ինչպես են գաղթել, ինչ զրկանքներ են կրել գաղթի ճանապարհին, բայց շատ լավ հիշում է հոր պատմածները, թե ինչպես է սարերով ու ձորերով օրեր շարունակ փախել Թուրքից զգուշանալով, կամրջի տակ թաքնվելով, սարերի կանաչներով սնվելով մի կերպ հասել են Արևելյան Հայաստան։ Այդ կամրջի վրա դոք շապրդալեն եկան ատան այդ թուրքերը։ Իմացար։ Եկան ատան հերեսը դեռ գտած էր, դոք չտեսան։ Կանչին, շներին կանչին տարան, յակե խշտկները տերները, թվանկը հուսները, մեր այլատակ, վազում են, գնացին, մենք է տրվանք ու պախակ, էլ չկայնանք, տրվանք ու պախակ դիվա, բեբե, էլ չկարվի, էլ չիդենք ձեր ծարեր, ծորեր, ուրդեղա կալապեր, ինչ է չհասկտանք, քանի հատ պախակ։ Կարսեցի կինը հպարտությամբ է խոսում իր ծագման մասին։ Ասում է ժամանակին հույս ունեին, թե մի օր վերադառնալու են իրենց ծննդավայր, տեր կանգնեն իրենց ունեցվածքին ու շարունակեն ապրել այնտեղ։ Սակայն տարիների հետ այդ հույսը մարեց։ Հա, էվաղտ որ ընդեղ մենք մտածում ենք էլ վայտեր, հələ ճամպեն ենք էլի, ասենք բալի էլ երտանք տուն։ Էլ ուր երտանք, կրողտոս երտանք։ Գնացինք պրտանք, հայ, հաշանք։ Հարցանք։ Հիշում է իր բոլոր բարեկամներին, ովքեր իրենց հետ միասին գաղթել են Կարսից։ Բոլորից միայն հիշողություններ են մնացել։ Այդ օրից ի վեր ոչ մեկին չի տեսել, ոչ էլ որևէ լուր է ունեցել։ Քերիկս կորցրեցինք, ինքը լավ բժիշկ, լավ մարդ, ինքը սահակ խելղատ անունները, խանե, լիլո, խաչիկ, սաղ փախան, գնացինք, չկա, կորան, չկա։ Կինն ամենից շատ խաղաղություն է ուզում, որ հայերն ու թուրքերը համերաշխ ապրեն, բայց միևնույն ժամանակ ցավով ու ափսոսանքով հիշում է կատարվածը եւ մտահոգվում, որ մինչ օրս Թուրքիան չի ընդունում ցեղասպանությունը։ Պետք է ճանաչի ցեղասպանությունը, խիչի վերցնեմ վրեն։ Ասում է ես հեչ տեղեկություն չունիմ, բոլորովին։ Այն մարդիկը չկա։ Ես չեմ տեսել, այն մարդիկը չկա։ Չեմ տեսել, չէ։